Մեր հայր շատ են սիրում, հիմա կարտալ, Մոնզենի դիրքը, որտեղ նրանց հանճարեղանում կոչվում արմենոիդները հնագույն աշխարհի արիստոկրատներ։ Պատմում որ բոլորը հայկական ծագում ունեն։ Այն ինչ որ ասենք 2001 թվականին ես գել եմ հայոց պատմության ուրվագծերով ցույց եմ տվել։ Բայց դրանից հետո ինքը բոլորս գիտենք, Բաքվը Հայաստանից տարավ Կիև քաղաքի հիմնադրման առասպելը հայերեն լեզվով գրած, որ հիմնել են հայերը, բայց նա այդ առասպելը կի է, ուզում է պարտադիր կապել Կայնի հետ, հետև այս գիրքը որ կարդաք, այնտեղ կա ինֆորմացիոն դաշտերի տեսություն, ուրեմն մշտապես հայրենիք է հողը չի, հայրենիքը դա տվյալ հողից դուրս գալացող ինֆորմացիան է, դեպ երկրագունդը մտածող էակ է, և ամեն մի տարածք ունի իր նաև պայթունային փուլերը։ Շատ հետաքրքիր է թեման, բայց կուզեմ վերադառնալ պատմական կեղծիքներին և կուզեմ այսպիսի մի հարց տալ ու խնդրեմ, որ ներկայացնեք պատմական կեղծիքների ֆոնի վրա հայոց պատմության և մեր տարածաշրջանում, որոնք են կեղծվել և ինչ նպատակով ու հետևանքները մեր վրա ինչպիսին են եղել։ Ուրեմն ամենակարևոր ոչնչացման և ուրեմն աղավաղման կարևորագույն բանը։ Ուրեմն մոտավորապես մեր թվարկությունից առաջ երրորդ դարից սկսվեց այսպես կոչված գրադարանների այրման ժամանակաշրջանը։ Դա մի սարսափելի բան է, երբ որ Ալեքսանդրիայի գրադարանը լսել ուներ մոտ կես միլիոն ուրեմն փաթեթ, գիրք չէր, կտոր։ Ուրեմն ու տարօրինակ բան նավահանգստում կռիվակում Հուլիոս Կեսարի և եգիպտական զորքերի միջև ու քաղաքի լրիվ ուրիշ ծայրում այրվում է Ալեքսանդրիայի գրադարանը։ Դա շարունակում է մինչև հիմա։ Տարօրինակ է, ոչ մի գիտնական չի ուզում այդտեղ ինչ-որ լուրջ բան տեսնել էլի, պատահականություն են համարում։ Աշխարհի ցանկացած տեղում հայտնաբերվում է քարե սալիկ, չէ՞։ Հենց որ գրվում է Արմենիա, դրանից հետո ջարդված է։ Դա հիմա չեն ջարդել, դա ջարդվել է հարյուրամյակներ առաջ։ Օրինակ, բանի, Արագեղեցիկի և Շամիլյանի պատմությունը մեզ հասել է ամենահին գրվածքում, մոտավորապես սրանից 4000 տարի առաջ։ Ոչ ուրարտու, ոչ բան, դե մանրամասն գրվում է, թե ինչպես է Շամիլյանը ուրեմն սիրում հայոց թագավորին, ինչպես է իրա մորքուրի տղեն ուզում ամուսնանալ իրա հետ, ոնց է զորքերը հավաքում գալի, Հայաստան Արամի վրա ու չկա։ Այս Հայաստանի, որը մեր յոթնակնին է, որը Վանի թագավորության ժամանակ կոչվում էր Էթյունի, հիմա ավելի ճիշտ կարդում են Էտունի, Էի տուն, յոթի տուն, որտեղ կան ինֆորմացիոն դաշտեր, 7 թակնի, 8 թակնի, 9 թակնի և 7 թակնի, սա 7-ին է, և սրա ուժային դաշտը, մեր Զանգեզուրն ու Ղարաբաղն է, մեծ և փոքր Սյունիներ են, մեր ողնաշարը ոնց որ ասում էր գարեգի մեջտեղ, Հայաստանի տարածաշրջանը շարունակում է մնալ տիեզերական, կարևորագույն կենտրոն։ Սրանում Ոնց է իմացվում, որ սա տիեզերական կարևոր կենտրոնն է։ Հասկանում եք, և այդ Չերչիլը խմաց մի անգամ։ Ասում է հիմարներ, եթե իմանանք, թե մենք որքան փող և որքան ուժ ծախսեցինք մեր դիրքերը Հայաստանում ունենալու համար կզարմանանք, հիմա մենք կարող ենք Հայաստանից աշխարհի ցանկացած կետի, ցանկացած բնակչության վրա ազդել, ինչպես որ մենք ցանկանում ենք։ Սա այդ ինֆորմացիոն դաշտերի մասին է խոսքը։ Երբ որ իմ հայ զինվորականությունը կազմակերպության մեջ ես գրել էի Ռուսաստանի ինֆորմացիոն դաշտերի մասին, որը որպես գաղտնի գրականություն
Ռուսաստանի վերին շերտերում այսօր որ գիտեն կարդում են։ Լրիվ պարզվում է, որ այն ինչ որ ժողովրդին ասում են, այս նավթի համար են խփում իրար, այս գազի համար են խփում, չէ։ Իրականում պարզվում է ամբողջ պայքարը գնում է գաղափարախոսությունների մեջ առաջին հերթին։ Ինչպես մենք պատկերացնում աշխարհի եզերքը եւ մեր տեղը աշխարհի եզերքը, ինչպես են պատկերացնում մյուսները։ Տեսեք, երբ որ մենք ասում ենք աշխարհը մի կետից է կառավարվում կամ մի հատ աստված, չէ՞։ Ուրեմն մենք նշանակում ընդունում ենք, որ մեկ աստված, մեկ արքա, մեկ կառավարող ժողովուրդ։ Շեղումը սրա նշանակում է շեղվել համակարգից։ Իսկ երբ որ մենք ասում ենք, որ կա համակարգ, որ ունի իր օրենքները եւ այդ համակարգը կազմում է մասը ավելի մեծ համակարգ, եւ դա իր հերթին ավելի մեծ համակարգ է, եւ ի վերջո ոչ վերևը սահման կա, ոչ ներքևը, սա այլ համակարգ է, այլ մտածելակերպ, եւ այդտեղ չի կարող լինել մեկի գերակայությունը մյուսի նկատմամբ։ Ուզում եք խոսեք դեմոկրատիայից, ուզում եք խոսեք քրիստոնեությունից, բայց խնդիրը գալիս է այս երկու աշխարհաճանաչումների միջև պայքարում։ Հիմա ամբողջը, տեսեք, մեր այդ ավերումների մասին։ Մեր մոտ հայկական այդ ավերումների ճարտարապետական հուշարձանը։ Մեր, ուրեմն տեսեք, ցարական Ռուսաստանում մի քանի անգամ հարցրացվեց մեր գարմուտ տաճարը տեղափոխել Վրաստան։ Ուրեմն հայ ճարտարապետները կյանքի գնով կարողացան կանգնեցնել, ապացուցել, որ հնարավոր չէ, ոչ գնացքով, ոչ մի բանով այդ քարերը տեղափոխել։ Թորոմանյանը դրա համար բավականին ծանր դիմում չարեց։ Հետո խորհրդային միության շրջանում նորից փորձ արեցին տեղափոխել։ Ուրեմն ես ծանոթ էի Գառնու վերջին պեղումների անցկացնողի տղայի, որը ինձ պատմել, որ իր հերը հսկայական նյութեր է հայտնաբերել Գառնիում եւ բոլորը թաքցրել է ու նշումը կա ինչեր է հայտնաբերված, նաեւ գրեր։ Միջալոց բանձե տախտակուրը ասում մենք հստակապես ժամանակ չունեցանք, իսկ մոտ 8 մեծ հսկայական արկղներ տեղափոխվեցին ու Գորան Էրմիտաժում, Սայլանում։ Ագարակը երևի տեսել եք, ագարակում մեզ ապացուցում է, որ հայտնաբերել են մի 2-3 հատ չարթած կուշ եւ մի 2 արցամ, որ հայերն է զարմանում, արցամներից մեկը բանը նախնադարյան Վեներա երևի գիտեք, հա, մեր կանայք, որ հերթական գծերով հա ներկացում, այնքան անչարեղ էր, ուրեմն փորը բացել էին, մեջը փոքր արցանիք էր դրած, նորից փակած էր, 7 ինքնաթիռ միայն հնաբանական բաներ գտածվել էր տեղափոխվել, հիմա էլ գերմանացիներն են թալանում, քանդում, տանում։ Ագարակից։ Հա, ամբողջ տարածքի նորից պեղում էր ապրում։ Սենց ասած, Երևան լեռնական ճանապարհ աշտարակի մոտ։ Միայն Երևան քաղաքի մոտ։ Հսկողները մեր պրեզիդենտն է, մեր գիտությունների ակադեմիան, մեր հայագիտության, հասկանում եք, միայն Երևանի տարածքով գոյություն ունեն ամենակիչը 30-ից ավել հնավայրեր։ Ասել նշանակում է ոչխարներին տալ գայլի բերան։ Պոլոնեզիայի Պասխի կղզում։ Ուրեմն 3 լեռներ կա։ Մեկը կոչվում է Արարատ, մեկը կոչվում է Արագած, մեկը կոչվում է Արա։ Նրանց կենտրոնը կոչվում է Պորտասար։ Պասխի կղզում։ Հա։ Չիլից ներքև։ Իմիջալուց իմ… Այդ պրոսից գլուխներ կազած։ 2000… Իրար նույնի գծի վրա շարած։ Պոլոնեզիական ուրեմն 2002 թվականին ես, երբ որ գրում էի հայոց պատմության ուրվագծերը, եւ ուրեմն
հայերի անցած ճանապարհն եք նշում, այնքան շատ է եւ ուրեմն այնքան դժվար, որը ես պարզապես որպես ոչ պրոֆեսիոնալ իրավունք չունեի մտնելու եւ ինձ հանդիպեց պոլոնեզիական ինչ-որ մի հատ գրողի գիրք, թարգմանած ռուսերեն, պատահաբար եւ այնտեղ տեսա ես 7 բառ պոլոնեզիական լեզվով գրած, որի 4-ը հայերեն էր, մաքուր հայերեն եւ մենք ունենք հիմա պոլոնեզիայի մասնագետ, որը նորից նույնն է եղել, իր ասելով ծովով հանգստանալուց հեքիաթ հանդիպել պոլոնեզիական եւ տեսրա որ նույն լեզվաբանական հիմքի վրա է, նույն լեզուն է եւ հիմա 25% հայերեն ուրեմն Կապան քաղաքի կողքնել գոյություն ունի նորից ուրեմն քարաքալա աստղադիտարան է եւ դրա մոտ նաեւ մի ուրիշ աստղադիտարան մեր Կարաունջի աստղադիտարան իրար մոտ սա առիթ է տալիս մտածելու նամանավանդ որ մայանեն իրանց նախներին կոչել են նորից ուրեմն արիներ Լևոն Տարիշյանը մեզ բերում է մի կարևորագույն տվյալ ուրեմն 1600 թվականների սկզբներին Նախիջևանից 2 հոգևորական գտնում են մեր հեթանոսական պատմիչների գործերը վաճառում են Հոլանդիայի մովսեսականների վաճառեցին այդ երկերը Մեծ Բրիտանիայի, վաղտել Անգլիայի իրանք շատ լավ գիտեն մեր պատմությունը բայց սա է գլխավոր պատճառը իրենք շատ լավ գիտեն երբ որ Բյուզանդիայի հայկական ծագման թագավորները ընդունեցին որ Ռուսաստանը Բյուզանդիայի ժառանգորդն է եւ իրանց աղջիկներին սկսեցին ամուսնացնել Մոսկվայի իշխանների տղաների հետ ուրեմն ոչինչ անանուց առաջ ուղարկեցին ամբողջ Բյուզանդիայի գրադարանը թաքնագիտական գրադարան որ հիմա ասում են կորել է ոչինչ չի կորել ոչնչացնում են աչք փակելու համար իսկ ինչը պետք է պահում են ոնց որ գիտեք մի քանի տարի առաջ մեր մատենադարան ուզում են թվայնացնել մի գրադարան որ ունի 40,000 գիրք բայց աշխատողները գիտեն միայն 800 գիրք, դա պարզապես կատաստրոֆա է, մենք չգիտենք ինչ ունեն։ Ասում է, որ ինքը Արամի մասին մի հսկա աշխարհ գիրք ունի գրած, եւ Արամի մասին ընդամենը մի քանի տող է գրվում։ Երբ որ ինքն ասում է, որ երրորդ գիրք ունի, իսկ երրորդ գիրքը շատ հետաքրքիր է։ Եթե բացեք, այնտեղ կոչվում է պարսկական առասպելներ, Մենք չեմ կարծում, թե Մովսես Խորենացին վերջներ ու պարսկական առասպելներ գրել։ Ինքը փորձ արել տալ մեր գերհնագույն առասպելները պարսկական անվան տակ ու ամբողջ գլուխը գիրքը։ Ուրեմն երկու էջ, ինքը բողոքում է, թե այ Սաղ ջան, ինչի մասում է սրան գրել, այսինքն ես պետք չունեմ։ Կես էջ գրելուց հետո մի անգամից կտրվում է։ Սա կոչվում է գրաքննություն, իմացեք, այդ ցանկացած մարդ կարող իմանա, աշխարհում ոչ մի տեղ չի եղել այդպես սարսափելի գրաքննություն, այդպիսի սարսափելի ինկվիզիցիա, ինչպիսին Հայաստանը։ Մեր օզնեցու հրամանն դվինի եկեղեցական ժողով։ Նույնը հասնում է նրանց, ովքեր կփորձեն պաշտպանել Պավլիկյաններին հաց կտան ուտելու կամ թե չէ անգամ կխոսեն նրանց հետ։ Այդ բանադրանքի բանն է։ Դի եկեղեցական դատավարության ընդունված կետերն են։ Եվ տեսեք, դեռ ուրեմն մինչև Պավլիկյան շարժումը մեր պատմիչները խոսում են հայ հեթանոսական պատմիչների մասին։ Դեռևս մենք ունենք քրիստոնյա պատմիչներ, որոնք Գրիգոր ուղղվածության ենթակա չեն։ Հասկանում եք։ Մյուս բոլոր դրանք են ոչնչացում։ Ոչնչացում է
Հաղթոց Բյուզանդի առաջին, երկրորդ, երրորդ գրքերը, Մովսես օրինացու երրորդ գիրքը, ուրիշ գրքեր է ոչնչացվել, որ մեր չի ասել։ Ոչնչացվել է հայ ժողովրդի ամենաթանկ բանը։ Ուրեմն տեսեք, Դավիթ Անախտը աշխատել է մի աշխարհության վրա, ուրեմն որը կոչվում է Վեցամատյան, Վեցագիրք եւ այլն։ Հետո դա եկեղեցին ոչնչացրել է։ Հետո Անանիա Շիրակացին փորձել է դա վերականգնել, գնացել է Կոնստանտինոպոլ, կարծել է, որ Հայաստանում ընդհանրապես բարբարոս վիճակ է։ Եվ այնտեղից նրան ուղարկել են Դիզբոն, Տրապիզոն, ասելով, որ կա մի հույն, որ Հայաստանն է եղել եւ դա ուսումնասիրել է գիտի։ Էսի գալիս է, այս հույնը ասում է տղաջան որտեղից է, ասում է Հայաստանից։ Ասում է ես քեզ մասնավորություն եմ, ախր ես 20 տարի քո հողու մեջ ուսումնասիրել եմ, նոր հայերն են ինձ տվել, դու եկել ես իմ մոտ, ասում է չկա մեր։ Եվ այդ աշխարհության մասին ասում են, որ եթե այրին այգուբերն է, եւ ասում են դրա եթե մի փող այգուբեր, ոնց որ գիտեք 4 սյունյակուբեր, եթե մի սյունյակը բացեք դուք 12,000 ճար կարող եք ասել։ Ձեզ համար թաքնված չեն լինի ոչ մի գիտելիքներ, ոչ մի հարաբերություններ երկրում եւ երկնքում։